Արեկը շատ կենսուրախ, շատ ակտիվ, բալիկ էր, էներգիայով լի, անդադ շարժման մեջ եւ այդ փոքրուց էր իր մոտ ինչ որ աստվածատուր գերբնական ուժ կար։ Խոսքը Նարեկ Գինոսյանի մասին է, ընկերասեր ու կյանքը սիրող, այսպես է մայրը բնութագրում որդուն։ Դեռ վաղ տարիքից էր Նարեկը հետաքրքրված սպորտով։ Բասկետբոլի թիմի ավակն էր, լավ ֆուտբոլ էր խաղում, ամեն սպորտաձևի մեջ ինքը կար, փորձում էր, այսպես որոնում էր, էլի Իրանը որնա, որոնեց ու որոշեց, որ պետք է բռնցքամարտիկ դառնա։ Բռնցքամարտում Նարեկը բազմաթիվ հաջողություններ է ունեցել, մեդալներ, գավաթներ եւ պատվոգրեր։ Հիմնական դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել է Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, ապա նաեւ Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի բռնցքամարտի բաժինը։ Առաջի կիսամյակն ավարտեց 20 թվականի հունվարի 31-ին զորակոչվեց բանակ։ Բանակում Նարեկն օրինակելի եւ կարգապահ զինվոր էր, վաշտի ավագ հրաձիգն էր։ Ծառայության ընթացքում եւս երիտասարդ տղան չէր մոռանում սիրելի սպորտաձևի մասին։ Զորամասի այդ մարզասրահում առաջի լուսանկարներից մեկը իրեն էր փակցված, որտեղ այդտեղ անկյուն կա մարզիկների իր այսպես ասած մեդալներով, շատ ակտիվ նաև առողջ ապրելակերպ էր վարում, մարզվում էր։ Նարեկն ընդամենը 8 ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Հենց առաջին օրվանից երիտասարդ տղան մասնակցել է տարբեր մարտերի, տարբեր ուղղություններում։ Շատ տղաների կյանքեր ափրկե, պատմում են, որ դե ինքը ֆիզիկապես շատ լավ պատրաստված էր, ամեն ուսերին ասում է վիրավոր տղաներին մարտի դաշտից դուրս էր անում, շատ անվախ էր։ Անվախ տղան նույն քաջությամբ էր շարունակել է պայքարը մինչև հոկտեմբերի 31-ը եւ հայրենիքը պաշտպանելիս անմահացել անօդաչու թռչող սարքի հարվածից։ Իր զոհվելը գիտակցաբար է եղել, այսինքն ինքը հասկացել է ուր է գնում ու կարող է եւ ողջ չմնա։ Նարեկի զոհվելուց հետո Գինոսյանների ընտանիքում խորը կսկիծ ու դառը տխրություն էր տիրում։ Նարեկի կրտսեր եղբայրը Սարգիսն էր միայն որ սթափեցնում էր տիկին Կարինեին եւ հիշեցնում իրականության մասին։ 2 տարի անցել էր Նարեկի դեպքից ու մի օր ասեց մամ ես հենց եմ ուզում մեր տանը նորից երեխա աղբեր եմ ուզում։ Ես հասկանում էի որ Սարգիս ամեն գնով ուզում է Նարեկի տեղը լրացնի իր եղբոր կարոտը ու անընդհատ Նարեկը Սարգիսի երազին գալիս էր որ ես ողջ եմ, կենդանի եմ, գալու եմ։ Աստծո պարգև առանց որևէ միջամտության այսպես օրերից մի օր իմացա որ բալիկ եմ սպասում։ Եվ լույս աշխարհ եկավ փոքրիկ Ռոբերտը, որն իսկապես լույս ու հույս բերեց Գինոսյանների ընտանիքին։ Արիմ խելացի բալիկ, արիմ համով բալիկ, իմ բալիկը շատ խելացի բալիկ է։ Ես իրան ասում եմ իմ չեմպիոն տղա ու հավատում եմ, որ ինքը անպայման իր եղբոր կիսատ գործը շարունակելու է, օրերից մի օր ինքը օլիմպիականի դրոշը անպայման բարձրացնել է եռագույն դրոշը, այսպես ասած, որը ցավոք Նարեկս չկարողացավ։ Թեև Ռոբերտը դեռ շատ փոքր է, սակայն ծնողները նրան պատմում են ավագ եղբոր մասին, հպարտանում նրա սխրանքներով։ Ուժեղ բալիկ է Ռոբերտս, ես համոզված եմ, որ ինքը իր եղբորը արժանի եղբայր է լինելու։ Ան ամեն ինչը փոխվել անկեղծ ասած, չէի պատկերացնում, որ այն անգամ մտերիմներից մեկին խոստով անում եմ, ասում եմ, անգամ սկսել եմ երգել։ Ինձ Ռոբերտը երգացնում է ժպիտայք է։ Փոքրիկ Ռոբերտի լույս աշխարհ գալով փոխվել է նաև այժմ արդեն ավագ եղբոր Սարգսի Արորյան։ Շատ մեծ ուրախություն է, իմ մոտ էլ շատ փոփոխություն է եղել։ Չգիտեմ, այն վաղտ որ Ռոբերտ շեղը մտածմունքներս տենց է եղել, որ Ինչքան էլ կողոս մարդ լինի, մենակ եմ զգալու, ինձ հասկացող չի լինելու, հիմա այս զգացողությունս արդեն կորում եմ նպատակներս ավելի ամեծանում, որտեղ մտածում եմ, որ ունեմ անելու, ունեմ աղբորս համար անելու, իմ համար անելու, արդեն ավելի շատացել եմ մոտ այդ ուրախանալու, ձգտելու, էլ չեմ այդ հիասթափությունը ապրում, էլի։ Շատ բան է փոխվել, ճիշտ ասած, չգիտեմ, Նարեկին բան է փոխվել, հենց չենք մոռացել մեր Նարեկին, Վայտի մեկից զբաղեցնում է մեր կուճուրը։ Դարձյալ զգալով մայրանալու բերկրանքը տիկին Կարինեն հորդորում է, որ թե կորույս մյուս մայրերին նույնպես դիմել այս քայլին եւ երբեք չհանձնվել։ Ինչ համով է իմ Ռոբը, ես էլ իմ Ռոբի գնա։
Բնականաբար հորդորում է մեր բոլոր հերոսացի մայրերին ունենան այդ բալիկները, որովհետև փրկություն է։ Լույսը, նոր հույսը, կյանքի իմաստավորվում է կյանքը, օրդ։ Ռոբես օրինակ այս շուրթերի, թուշիկների հատվածում ունի Նարեկի նմանություն։ Աչուկներով Սարգիսին է եղբորնա նման, աչքերի երանգը։ Այսպես ինքը փորձել է երկու եղբայրներին նմանվի, որ չնեղացնի էլի որևէ մեկին։ Ու ամեն օր ասում եմ, շնորհակալ եմ Սարգիս ջան, առաջին տղայից, որ ամեն ինչ հորդորեց, որ ես այդ բալիկն ունենամ, Աստծո կամոք ունեցա։ Եվ Ռոբերտիս էլ գրկև ասեմ, շնորհակալ եմ, որ դու կաս իմ կյանքում։ Զարուհի Ռշտունի, Ռազմիկ Տիգրանյան, Զինուշ։